Ավելի քան 2 շաբաթ է Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է կտրուկ սրվել։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև դիվանագիտական լարվածությունը մտել է մի փուլ, որտեղ յուրաքանչյուր հայտարարություն կարող է դառնալ մեծ բախման սկիզբ։ ԱՄՆ նախագահը վերջին օրերին խոսել է այն մասին, որ իրավիճակը լրջորեն ուսումնասիրվում է, իսկ զինվորականները քննարկում են մի քանի հզոր տարբերակներ։ Նրա խոսքերը հստակ չեն բացահայտում հաջորդ քայլը, սակայն ակնարկում են, որ Վաշինգտոնը համարում է, որ Իրանը հատել է կարմիր գծերը։ Ամերիկյան ազդեցիկ լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա օրերին նախագահին կներկայացվեն Իրանի դեմ ճնշման կոնկրետ սցենարներ։ Խոսքը միայն դիվանագիտական կամ տնտեսական քայլերի մասին չէ, քննարկվում են նաև ռազմական գործողությունների տարբերակները։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իրանի դեմ որոշ գործողություններ կարող են սկսվել նույնիսկ նախքան պաշտոնական բանակցությունների մեկնարկը։ Այս հայտարարությունը միջազգային հանրության շրջանում մեծ մտահոգություն է առաջացրել, քանի որ այն ցույց է տալիս դիվանագիտությունը և ուժի կիրառումը կարող են զուգահեռ զարգանալ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ շփումներ կան Վաշինգտոնի հետ։ Թեհրանում նշում են, որ Իրանը նախընտրում է հարցերը լուծել բանակցությունների միջոցով և չի ցանկանում բաց ռազմական բախում։ Սակայն միաժամանակ Իրանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ ԱՄՆ-ից ստացվում են հակասական ուղերձներ։ Թեհրանի խոսքով մի կողմից խոսվում է բանակցությունների մասին, մյուս կողմից հնչում են սպառնալիքներ հնարավոր հարվածների վերաբերյալ։ Այս անորոշությունը Իրանում ընկալվել է որպես հոգեբանական ճնշման ձև։ Միջազգային վերլուծաբանները չեն բացառում, որ Միացյալ Նահանգները կարող է գործել ոչ ուղղակիորեն։ Քննարկվում է մի քանի սցենար, ըստ որի հարվածները կարող են իրականացվել Իսրայելի միջոցով։ Նման փորձեր տարածաշրջանում նախկինում արդեն եղել է, և Իրանում այդ տարբերակը լուրջ սպառնալիք են համարում։ Իրանի իշխանությունները հայտարարում են, որ արդեն զգում են արտաքին միջամտության ազդեցությունը երկրի ներսում։ Նրանց խոսքով տեղի ունեցող բախումները պարզապես սոցիալական դժգոհություն չեն, այլ համակարգված գործողություններ։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում ընթացողը ահաբեկչական պատերազմ է Իրանի դեմ։ Նրա խոսքով կան տվյալներ, որ այլ երկրներից հրահանգներ են տրվել անկարգությունների մասնակիցներին, կրակ բացելու իրավապահների և խաղաղ բնակիչների վրա, հնարավորինս շատ զոհերի հասնելու նպատակով։ Իրանի նախագահը ևս կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ մզկիթների հրդեհումը և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասումը չեն կարող համարվել խաղաղ բողոք։ Նրա խոսքով նման գործողությունները կարող են իրականացվել միայն կազմակերպված ահաբեկչական խմբերի կողմից։ Իրանի ղեկավարությունը բացահայտ մեղադրում է Միացյալ Նահանգներին և Իսրայելին պնդելով, որ նրանք մասնակցություն ունեն ներքին անկարգությունների կազմակերպման մեջ։ Թեհրանի խոսքով խոսքը տնտեսական պահանջների մասին չէ, այլ երկրի ներսում քաոս ստեղծելու փորձի։ Ոչ պաշտոնական տվյալներով Իրանում շարունակվող բախումների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։ Իրանական սոցիալական ալիքներում հրապարակվել են ծանր կադրեր, որտեղ երևում են զոհվածների մարմինները։ Իրանագետները նշում են, որ վերջին գիշերը համեմատաբար ավելի հանգիստ է անցել, ավելի քիչ են եղել ավերումները և բախումները, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել։ Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, սակայն հարցը մնում է բաց։ Արդյոք դիվանագիտությունը կհաղթի, թե տարածաշրջանը կմտնի նոր, շատ ավելի վտանգավոր փուլ։ Միջազգային հանրությունը մեծ ուշադրությամբ հետևում է զարգացումներին, քանի որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց դուրս է եկել երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ Այստեղ խոսքը միայն Վաշինգտոնի և Թեհրանի հակասությունների մասին չէ, այլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապագայի։ Փորձագետները նշում են, որ Իրանը գտնվում է միաժամանակ մի քանի ճնշումների տակ։ Տնտեսական պատժամիջոցները տարիներ շարունակ խոցել են երկրի տնտեսությունը, իսկ արտաքին քաղաքական ճնշումը խորացրել է ներքին լարվածությունը։ Այս ֆոնին ցանկացած արտաքին միջամտություն կարող է դառնալ պայթյունավտանգ գործոն։ ԱՄՆ-ի ռազմավարությունը, ըստ վերլուծաբանների, հիմնված է մշուշոտ անորոշության վրա։ Սպառնալիքներն ու բանակցությունների մասին ակնարկները զուգահեռ օգտագործվում են Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու նպատակով։ Սա մի մեթոդ է, որը նախկինում ևս կիրառվել է այլ երկրների նկատմամբ։ Թեհրանում կարծում են, որ Վաշինգտոնը փորձում է Իրանի իշխանություններին կանգնեցնել փակուղու առաջ, կամ զիջումներ անել, կամ բախվել ռազմական ուժի հետ։ Սակայն Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում բանակցել ճնշումների ներքո։ Իրանի ներսում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Չնայած իշխանությունները հայտարարում են վերահսկողության մասին, հասարակության մեջ կա անվստահություն և վախ։ Տեղեկատվական դաշտում ակտիվորեն տարածվում են տարբեր տեսանյութեր և հաղորդագրություններ, որոնք ավելի են բարդացնում իրական պատկերի ընկալումը։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ սոցիալական ցանցերում և մեդիայում տարածվող բազմաթիվ նյութեր նպատակ ունեն խուճապ առաջացնել և հասարակությունը մղել անկարգությունների։ Իշխանությունների խոսքով սա տեղեկատվական պատերազմի մաս է։
Միաժամանակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնում զոհերի թվի և ուժի կիրառման վերաբերյալ, սակայն Իրանի իշխանությունները պնդում են, որ գործ ունեն ոչ թե խաղաղ ցուցարարների, այլ զինված և կազմակերպված խմբերի հետ։ Այս ամենի ֆոնին հարց է առաջանում, ինչ կլինի հաջորդ քայլը, արդյոք Միացյալ Նահանգները կսահմանափակվի միայն հայտարարություններով ու ճնշումներով, թե կանցնի իրական գործողությունների։ Միջազգային մամուլում շրջանառվում են տարբեր սցենարներ, ոմանք խոսում են սահմանափակ հարվածների մասին, մյուսները չեն բացառում լայնածավալ ռազմական բախման վտանգը, ամեն դեպքում ցանկացած սխալ հաշվարկ կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։ Մերձավոր Արևելքը արդեն բազմիցս ապացուցել է, որ այստեղ մեկ կրակոցը կարող է վառել ամբողջ տարածաշրջանը։ Իրանի շուրջ զարգացումները այդ վտանգը դարձնում են առավել իրական։ Այս պահին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Վաշինգտոնի և Թեհրանի հաջորդ հայտարարությունների վրա։ Դիվանագիտական բառապաշարը դեռ ամբողջությամբ չի լքել օրակարգը, սակայն ռազմական լեզուն ավելի ու ավելի հաճախ է հնչում։ Եվ հենց այստեղ է ամենակարևոր հարցը՝ արդյոք կողմերը կկարողանան կանգ առնել վերջին սահմանագծում, թե աշխարհը կանգնած է նոր, շատ ավելի վտանգավոր ճգնաժամի շեմին։ Տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ Իրանի շուրջ ընթացող գործընթացները վաղուց դուրս են եկել միայն ներքին անկարգությունների շրջանակից։ Այստեղ արդեն ձևավորվում է մեծ խաղ, որտեղ ներգրաված են ոչ միայն տարածաշրջանային, այլ համաշխարհային դերակատարները։ Վերլուծաբանների կարծիքով Իրանի նկատմամբ ճնշումներ ունեն մի քանի հստակ նպատակ։ Առաջինը՝ թուլացնել երկրի իշխանական համակարգը ներսից, երկրորդ՝ ստիպել Թեհրանին փոխել իր արտաքին քաղաքական կոշտգիծը, և երրորդ՝ վերաձևել ուժերի բալանսը Մերձավոր Արևելքում։ Իրանի իշխանությունները պնդում են, որ երկրում տեղի ունեցող անկարգությունները ինքնաբուխ չեն։ Նրանց խոսքով դրանք սնուցվում են ֆինանսական, տեղեկատվական և կազմակերպչական աջակցությամբ, որը գալիս է դրսից։ Այդ պատճառով Թեհրանում սա անվանում են ոչ թե բողոք, այլ համակարգված հարձակման փորձ։ Վաշինգտոնում հնչող հայտարարությունները ևս այդ մտահոգությունն են խորացնում։ Երբ խոսվում է, որ բոլոր տարբերակները սեղանին են լինելու, դա նշանակում է, որ ուժի կիրառումը չի բացառվում։ Իսրայելի գործոնը այս ամբողջ պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի։ Տարիներ շարունակ Թել Ավիվը Իրանին դիտարկել է որպես հիմնական սպառնալիք, և եթե ստեղծվի հարմար քաղաքական միջավայր, Իսրայելի մասնակցությունը հնարավոր գործողություններին չի բացառվում։ Թեհրանում սա շատ լավ հասկանում են և հենց այդ պատճառով էլ հայտարարում են, որ ցանկացած հարված Իրանի տարածքին կունենա կոշտ և լայնածավալ պատասխան։ Իրանի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ երկիրը պատրաստ է պաշտպանվել։ Դիվանագիտությունը դեռ հնարավորություն ունի կանխելու վատագույն սցենարը, սակայն ժամանակը սահմանափակ է, և յուրաքանչյուր ժամ լարվածությունը ավելի է խորացնում։ Միջազգային հանրության առաջ այսօր կանգնած է կարևորագույն ընտրություն՝ կամ փորձել վերականգնել վստահությունը և վերադառնալ իրական բանակցություններին, կամ թույլ տալ, որ ուժի կիրառումը դառնա հիմնական լեզուն։ Երկրորդ ճանապարհը գրեթե միշտ տանում է դեպի անկանխատեսելի և երկարատև հակամարտություններին։ Մերձավոր Արևելքը արդեն իսկ ծանր պատմական փորձ ունի, և նոր պատերազմը կարող է ցնցել ոչ միայն տարածաշրջանը, այլ ամբողջ աշխարհը։ Նավթային շուկաներից մինչև գլոբալ անվտանգություն հետևանքները կարող են լինել շատ ավելի լայն, քան թվում է առաջին հայացքից։ Այս պահին ամեն ինչ կախված է առաջիկա որոշումներից։ Դրանք կարող են դառնալ կամ լարվածության նվազեցման սկիզբ, կամ նոր, ավելի վտանգավոր փուլի մեկնարկ։ Եվ մինչ քաղաքական գործիչները որոշումներ են ընդունում, փակ դռների հետևում աշխարհը սպասում է հույս ունենալով, որ խելամտության ու դիվանագիտությունը վերջնականապես չեն զիջի իրենց տեղը պատերազմին։